Որքան հաճախ եք դուք ասում օրվա ընթացքում. Շնորհակալ եմ Տեր։ Շնորհակալ եմ։ Ես կասեմ ձեզ, թե երբ եք ասում սա։ Երբ մի մեքենա քիչ էր մնում բախվեր ձեր մեքենային, դուք ասում եք. Շնորհակալ եմ Տեր։ Իսկ առավոտյան արթնանալիս, կամ երբ դուք ոչ մի պատճառ չեք տեսնում, բացի այն, որ Աստված ձեր Աստվածն է։ Հիսուսը ձեր կյանքի Տերն է, եւ նա ամբողջ օրը ձեզ հետ է լինելու։ 4 տասնամյակ առաջ մենք սկսեցինք In Touch ծառայությունը, որպեսզի օգնենք մարդկանց ամբողջ աշխարհով մեկ մտերմանալ Հիսուս Քրիստոսի հետ։ Տարիների ընթացքում մենք տեսանք Աստծո մեծությունը, սերը եւ օրհնությունները այնքան զարմանալի կերպով, որ ուզում ենք, որ բոլորը ճանաչեն Նրան։ Եկեք բացենք Աստծո խոսքը եւ միասին փնտրենք Նրան։ Կապի մեջ հաղորդման եթերում գոհություն ամեն օր ուղերձն եմ։ Հինգշաբթի երեկոյան բոլորը մեր երկրում կնստեն մեծ սեղանի շուրջ։ Եթե անկեղծ լինենք մտածելով գոհության օրվան մասին, ի՞նչն եք առաջինը մտաբերում։ Ես գիտեմ դուք ծիծաղում եք, քանի որ չեք ուզում պատասխանել։ Քանիսս ազնվոր ենք կասենք, որ գոհություն ասելով մտածում ենք հնդկահավի մասին։ Լավ, ես կրկին հարցնեմ, ինչ եք մտածում առաջին հերթին հիշելով գոհության օրը։ Մտածեք հնդկահավի, ուտելու եւ զվարճանալու մասին։ Դուք նստած եք լավ պատրաստված սեղանի մոտ, որին դրված են մսային ուտեստներ, հնդկահավը, բանջարեղեն, թխվածքներ, կարկանդակներ եւ այլն։ Դուք նստած եք եւ վայելում եք։ Հետաքրքիր է, քանիսն են սրտանց գոհանում այդ ամենի համար։ Տեր, շնորհակալ եմ Հիսուսի անունով այս հրաշալի սեղանի համար։ Դուք իրականում գոհանում եք Աստծուց այդ ամենի համար։ Կարծում եմ երբեմն մենք այդքան էլ շնորհակալ չենք։ Եվ մենք չենք գոհանում Աստծուց այնքան հաճախ, որքան պետք է։ Աստծուց գոհանալը շատ կարևոր է նրա համար, եւ քիչ անց ես ցույց կտամ դա։ Դա շատ կարևոր է նրա համար։ Բայց գոհության օրը մարդիկ ճաշում են եւ աղանդերից հետո միացնում են հեռուստացույցը, ֆուտբոլ կամ այլ բան դիտելու, եւ դրանով գոհության տոնն ավարտվում է։ Նրանք անցնում են այլ զբաղմունքների։ Ամեն օր, երբ մենք արթնանում ենք, մենք դեռ տեսնում, լսում ենք, քայլում ենք եւ սնվում ենք, այլ կերպ ասած, այն ամենը, ինչի շնորհիվ մենք վայելում ենք կյանքն ամեն օր իրենց տեղում են։ Ուրեմն ինչու չարթնանալ ամեն առավոտ ասելով. Շնորհակալ եմ Հիսուս, եւ օրվա ընթացքում շնորհակալ եմ։ Մարդիկ հարցնում են. դուք այդպես եք վարվում, ես միշտ գոհանում եմ նրանից։ Եթե ինձ հետ ինչ-որ լավ բան է լինում, ես ասում եմ շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Իսկ երբ նեղություն եմ կրում, ես ասում եմ շնորհակալ եմ Հիսուս։ Ես գիտեմ, որ այս նեղության պատճառը ունի եւ հավատում եմ, որ դու կբժշկես ինձ։ Շնորհակալ եմ Տեր։ Եվ ես սաստում եմ սատանային ասելով. շնորհակալ եմ Հիսուս, որ հսկում ես ամեն ինչ։ Մենք պետք է մշտապես գոհանանք։ Ես ուզում եմ սկսել այս ուղերձը անդրադառնալով հին ուխտին եւ հին ուխտի զոհաբերությունների համակարգին։ Գոհությունը այդ համակարգի խիստ կարևոր մասն էր։ Եկեք բացենք Սաղմոս 92-ը եւ մի քանի խոսք կարդանք։ Եկեք բացենք Սաղմոս 92-ը եւ ուշադրություն դարձնենք, թե ինչպես է սկսվում հենց առաջին խոսքը։ Բարի է գոհանալ Տերիցը եւ Սաղմոս ասել քո անվանը, ով բարձրյալ։ Այն ինչ մենք արեցինք այս առավոտյան։ Առավոտանց պատմել քո ողորմությունը եւ գիշերը քո ճշմարտությունը։ Տասնաղյա նվագարանով եւ սաղմոսարանով օրհնության ձայնով, այսինքն բարձր երաժշտությամբ, օրհնության ձայնով, քնարի հետ, որովհետև դու Տեր ուրախացրիր ինձ քո գործերով, քո ձեռքի գործերով ցնծում եմ։ Ով Տեր, քանի մեծ են քո գործերը, շատ խորն են քո խորհուրդները։ Նախ, ո՞րն է ընդհանրապես բոլոր զոհերի իմաստը։ Ես ուզում եմ, որ ուշադրի լինենք։ Հիշեք, որ այդ ժամանակ Իսրայելը բաղկացած էր միայն հրեաներից։ Աստված վերցրել էր նրանց Եգիպտոսից եւ Սինա տարել։ Նրանք ստացան օրենքն անապատում եւ մեծ սխալ արեցին 40 տարի այնտեղ անցկացնելով։ Բայց Սինայում կարելի էր մտածել, ինչու Աստված պատվիրեց այդ ամենը, օրինակ, Ղեֆտացիների գրքում։
Ես համաձայն եմ, որ եթե մենք չհասկանանք դրա պատճառը, այդ ամենը ձանձրալի կթվա։ Մի արեք սա, այնքան մանրամասն նկարագրություններ եւ զգուշացումներ դրանք խախտելու դեպքում։ Աստված օգտագործեց զոհերը եւ օրենքները նրանց սովորեցնելու համար։ Այն բաներից մեկը, որ նա ուզում էր սովորեցնել իսրայելցիներին, գոհությունն էր։ Եվ ինչ էին նրանք անում։ Նրանք գոհության զոհ էին մատուցում ամեն առավոտ եւ ամեն երեկո։ Ինչու՞։ Նա ուզում էր, որ նրանք հիշեն, որ առաջինը ինքն Աստված էր, եւ նրանք պետք է պատվեն իրեն Աստծո պես։ Եվ հաջորդը նրանք պետք է կախված լինեն իրենից, քանի որ ինքը այդ մարդկանց ունեցած ամեն ինչի աղբյուրն էր։ Իհարկե նրանք շատ արագ հասկացան դա։ Աստված հատուկ նպատակով էր նշանակել գոհության զոհերը։ Նայելով 5 կտակարանում, ես կարող եմ տեսնել, օրինակ 50-րդ Սաղմոսի 23-րդ խոսքում. Գոհության պատարագ մատուցողը փառավորում է ինձ։ Մտածեք այս մասին։ Միգուցե արժե, որ ընդգծեք այս խոսքը, Սաղմոս 50:23. Գոհության պատարագ մատուցողը փառավորում է ինձ։ Գոհացող սիրտը մինչ օրս փառավորում է Աստծուն։ Երբ ասում եք շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալություն, շնորհակալություն։ Ես քեզ փառք եմ տալիս եւ գոհանում եմ քեզնից։ Դուք պատվում եք Աստծուն որպես ձեր Տիրոջ, որպես ձեր օրհնության աղբյուրը եւ այլն։ Շնորհակալ եմ սիրելի Աստված, այնպես որ միգուցե նշեք այդ խոսքը։ Ես կրկին կհարցնեմ ձեզ. որքան հաճախ եք դուք ասում օրվա ընթացքում. շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ես կասեմ ձեզ, թե երբ եք ասում սա, երբ մի մեքենա քիչ էր մնում բախվեր ձեր մեքենային, դուք ասում եք շնորհակալ եմ Տեր։ Իսկ առավոտյան արթնանալիս, կամ երբ դուք ոչ մի պատճառ չեք տեսնում, բացի այն, որ Աստված ձեր Աստվածն է։ Հիսուսը ձեր կյանքի Տերն է, եւ նա ամբողջ օրը ձեզ հետ է լինելու։ Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին գոհանալ դեռ փոքր տարիքից։ Քանի որ եթե մարդը շնորհակալ չէ, նա կարծես ասում է. ես չեմ համարում նրան իմ օրհնությունների աղբյուրը եւ ընդհանրապես ամեն ինչի աղբյուրը։ Ես ինքս կարող եմ ինչ որ բան անել, բայց Աստված կարող է մեկ ակնթարթում վերցնել մարդու կյանքը։ Գոհանալը, շնորհակալ լինելը պետք է լինի մեր մտածելակերպի, մեր կյանքի եւ մեր վարքի մասը։ Օրինակ, եկեք մի պահ մտածենք, թե ինչպես էին հին ուխտում մարդիկ արտահայտում իրենց գոհությունը։ Նրանք զոհեր էին մատուցում, ինչը շարունակական բնույթ էր կրում։ Դուք կմտածեք, որքան կենդանիներ, ինչպիսի անիմաստ ծախսեր։ Դրանք անիմաստ չէին Աստծո համար, քանի որ այդ մարդիկ պատվում էին իրեն։ Նրանք զոհեր էին մատուցում։ Գրված է, որ նրանք երգեր էին երգում։ Նրանք հիմներ էին երգում եւ նվագում էին երաժշտական գործիքներով, գոհություն հայտնելու համար։ Նրանք զոհաբերում էին, նրանք աղոթում էին, այլ կերպ ասած, այդ ժամանակ գոհությունը կարևոր էր Աստծո եւ ժողովրդի համար։ Ես կհարցնեմ ձեզ այս մասին այնքան խորհրդաբեր, որքան կարող եմ։ Բայց ես ուզում եմ, որ Աստված հանդիմանի ձեզ։ Եթե դուք չեք գոհացել Աստծուց, ես աղոթում եմ, որ Աստված իր սրտով հանդիմանի ձեզ անշնորհակալության մեղքի մեջ, քանի որ ամեն մեկս կարող ենք հենց հիմա վերջ տալ այդ մեղքին։ Փոխվեք, դուք կարող եք շնորհակալ լինել։ Հրեաներն արտահայտում էին իրենց տարբեր կերպերով։ Նրանք հավաքվում էին, երգում էին, գոհանում եւ փառաբանում էին Աստծուն։ Իսկ ինչպես ենք մենք գոհանում այսօր։ Մենք երգում ենք, ճիշտ է։ Մենք հիմներ ենք երգում, հավաքվում ենք, ճաշում ենք եւ շփվում ենք։ Այլ կերպ ասած, մենք երկրպագության հավաքույթի ենք գալիս, բայց իրականում ամեն օր ձեր տանը դուք պետք է երկրպագեք Աստծուն այն կերպով, որով դուք եւ Տերը պատշաճ եք համարում։ Երբ մտածում եմ մեր ունեցած բազմաթիվ օրհնությունների մասին, դրանք պետք է գոհություն առաջացնեն մեզնում միշտ, ամեն օր։ Ես ցույց կտամ դրանք էկրանին, որ դուք կարողանաք գրի առնել։ Եկեք մտածենք դրանց մասին։ Այդ ամենը գրված է Աստծո խոսքում եւ ես ժամանակ չունեմ դրանք բացատրելու համար։ Ես միայն կթվարկեմ դրանք եւ ցույց կտամ էկրանին։ Ես ուզում եմ մի պահ մտածեք։ Այս ամենը Աստծո շնորհքի եւ ողորմության դրսևորումն է։ Առաջինը։ Նա ընտրեց մեզ Քրիստոսում աշխարհը հիմնելուց առաջ։ Մենք ներբնակված ենք Սուրբ Հոգով։ Մենք կնքված ենք Աստծո Հոգով։ Եվ մենք հավիտյան ապահով ենք։ Նա ասում է, որ կնքել է մեզ փրկության համար։
Մենք ունենք հոգու պարգևները՝ ծառայության, կառավարման, ողորմության, ուսուցման, ինչ էլ լինի։ Մենք մտերիմ շփում ունենք նրա հետ։ Ահա թե ինչու ես կարող եմ անձամբ խոսել նրա հետ եւ իմանալ, որ նա լսում է եւ որ նա կպատասխանի ինձ։ Մենք ունենք խաղաղություն, Աստծո խաղաղությունը։ Մենք ստանում ենք այն, երբ փրկվում ենք։ Նա տալիս է իր խաղաղությունը մեր սրտում ամեն օր։ Մենք ունենք Աստծո անպայմանական սերը։ Դուք գիտեք։ Հուսով եմ գիտեք։ Ես մի փոքր դանդաղ կասեմ, լավ։ Մենք ունենք Աստծո անպայմանական սերը։ Օրինակ, Աստված երբեք չի ասում. «Ես կսիրեմ քեզ, եթե»։ Նա կարող է օրհնել ինձ, եթե։ Նա կարող է ինչ-որ բան անել իմ կյանքում կամ բժշկել ինձ, եթե, բայց նա սիրում է առանց եթեների։ Նա անպայմանական է։ Տիեզերքի ինքնիշխան Աստված ասում է. «Ես սիրում եմ քեզ անկախ ամեն ինչից»։ Նույնիսկ երբ ես անհնազանդ եմ, նա դեռ սիրում է։ Նրա խրատող ձեռքը եւ սերը ետ կվերադարձնեն ինձ։ Եվ իհարկե, մենք մշտապես նրա ներկայության մեջ ենք։ Ահա թե ինչու նա կնքեց մեզ Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին ապրում է մեզանում, եւ մենք երբեք հեռու չենք Աստծուց։ Միգուցե դուք այդպես զգաք ձեզ կամ այդպես վարվեք, ասես հեռու եք, բայց դուք երբեք հեռու չեք մեր զարմանալի Աստծուց։ Նա նույնպես ասում է. «Իմ Աստված լրացնի ձեր ամեն կարոտությունը իր հարստության չափով, փառքով Հիսուս Քրիստոսում»։ Նա հոգում է մեր կարիքները, նրա աստվածային պաշտպանությունը։ Նա հասկում է մեզ եւ հոգում է մեր մասին ամեն օր, ամեն պահ։ Մենք մարմնով հարություն առնելու խոստում ունենք։ Ձեզ դուր չի գալիս այն, ինչ հիմա ունեք, մեկ օր հարության ժամանակ դա կփոխվի։ Մենք ունենք Աստծո քավության զարմանալի օրհնությունը Հիսուս Քրիստոսում, այսինքն մեղքերի լիակատարներումը։ Հիշեք, որ ներելով ձեզ, նա ներեց ձեր անցյալը, ներկան եւ ապագան։ Եթե նա չներեր ձեզ այդ կերպով, ձեր ներումը սահմանափակ կլիներ։ Երբ նա խաչը բարձրացավ, նա հավիտյան եւ լիովին վճարեց մեր մեղքի պարտքը, որ իրեն որպես փրկիչ ընդունող մարդու անցյալ, ներկա եւ ապագա մեղքերը քավված լինեն։ Հակառակ դեպքում նա պետք է շարունակ մահանար։ Ոչ, ամենակարող Աստծո մեկ մահը Հիսուս Քրիստոսում հավիտյանս հավիտենից ջնջեց մեր մեղքերը։ Եվ իհարկե, մենք հավիտենական տուն ունենք երկնքում։ Մենք ունենք հարության խոստումը։ Մարմնից դուրս գալով Տիրոջ մոտ ենք մտնում։ Ես կնշեմ վերջին բանը։ Բոլորս ունենք այս օրհնությունները։ Եկեք բարձրացնենք այս ամենը։ Բարձրացնենք եւ գոհանանք Աստծուց։ Շնորհակալ ենք Հիսուս։ Ամեն։ Եկեք ասենք նրան. շնորհակալ ենք Հիսուս։ Աստծո խոսքի համար, քանի որ դրանում է գիտելիքի եւ իմաստության ամբողջ աղբյուրը։ Ճշմարիտ սրտանց գոհությունը զորավոր ազդեցություն ունի մեր կյանքում։ Այլ կերպ ասած, եթե մենք ամեն օր գոհանանք նրանից, դա կփոխի մեր կյանքը։ Գոհանալը նշանակում է գիտակցել, որ դուք ապրում եք սուրբ, ամենակարող, ամենակալ, ամենագետ, ամենագոհ Աստծո ներկայության մեջ, ով անպայմանական կերպով սիրում է ձեզ եւ միայն խնդրում է ճանաչել իրեն, գոհանալ իրենից եւ հնազանդվել իրեն։ Կարող եք թեկուզ մեկ պատճառ ասել Աստծուն չհնազանդվելու համար, ոչ։ Միթե նա կխնդրի ձեզ անել այն, ինչը լավագույնը չէ ձեզ համար, ոչ։ Եվ լսեք, հնազանդություն չի նշանակում, որ մենք չպետք է զվարճանանք։ Որոշ մարդիկ այդպես են կարծում։ Հնազանդություն նշանակում է, որ ես կարող եմ զվարճանալ մաքուր խղճով եւ սրտանց ուրախությամբ, անկախ ամեն ինչից։ Եկեք մտածենք, թե ինչ ազդեցություն ունի գոհությունը մեր կյանքում։ Եվ առաջինը հետևյալն է. այս ամենը մնալու է էկրանին։ Ես արտագրելու ժամանակ կտամ ձեզ, որովհետև ուզում եմ, որ դուք մտածեք այս մասին։ Առաջինը. մենք մշտապես գիտակցում ենք, որ մենք նրա ներկայության մեջ ենք, ինչը օգնում է աստվածապաշտ կյանք վարել։ Գոհությունը մշտապես հիշեցնում է, որ մենք նրա ներկայության մեջ ենք, եւ դա օգնում է մեզ աստվածապաշտ կյանք վարել, որը նրա կամքն է յուրաքանչյուրիս համար։ Երկրորդը. այն դրդում է մեզ փնտրել նրա նպատակն ամեն ինչում, ինչը նրան թույլ է տալիս մեր կյանքում։ Կան բաներ, որոնք նա անում է, եւ մենք չենք հասկանում ինչու։ Բայց ես հասկացել եմ, որ եթե մենք գոհանանք նրանից, նույնիսկ չհասկանալով,
թե ինչու է նա թույլ տալիս այդ բաները, ի վերջո մենք կիմանանք, թե ինչու է կատարվում։ Նա կբարձրացնի քողը եւ մենք կտեսնենք։ Հիմա ես գիտեմ, դուք կասեք, ուզում եմ ասել, որ կարելի է գոհանալ Աստծուց նման բաների համար։ Լսեք, եթե ես հավատում եմ, որ նա գերիշխան է, ամենագետ եւ անպայմանականորեն սիրում է ինձ, ես կարող եմ գոհանալ նրանից ամեն ինչի համար։ Ես ստիպված եմ եղել գոհանալ նրանից շատ ծանր բաների համար իմ կյանքում, ինչպես եւ դուք։ Բայց ինչ է նշանակում այդ գոհությունը։ Այն բերում է Աստծուն իմ իրավիճակի մեջ եւ ասես վերցնում է իմ բեռը իմ վրայից։ Եվ երրորդը, այն օգնում է մեզ հնազանդեցնել մեր կամքը նրան, երբ մենք ցավ ենք զգում կամ կորուստ ենք կրում։ Ինչ է անում նրանից գոհանալը ցավի եւ կորուստի ժամանակ։ Այն հնազանդեցնում է մեզ։ Տեր, ես չեմ հասկանում սա, բայց միևնույն է ես գոհանում եմ քեզնից։ Ես չեմ ընտրել այս իրավիճակը։ Ես կուզենայի, որ ամեն ինչ այլ կերպ լիներ։ Բայց քանի որ դու գերիշխան եւ անպայմանական կերպով ես սիրում, դու գիտես, թե ինչ ես անում, եւ ես ուզում եմ գոհանալ քեզնից։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, Հիսուս։ Ոչ ոք չի ուզում հիվանդ լինել։ Ոչ ոք չի ուզում սարսափելի հիվանդություն ունենալ։ Ոչ ոք չի ուզում ավտովթարի ենթարկվել։ Ոչ ոք չի ուզում, որ իր ընտանիքում հիվանդություն լինի։ Ոչ ոք չի ուզում ոչինչ կորցնել։ Մենք գոհանում ենք նրանից անկախ ամեն ինչից, եւ գոհանալու մեջ ինչ որ բան կա։ Ես կրկին կասեմ դա։ Այն վերցնում է մեր բեռը։ Այլ կերպ ասած, մենք ասում ենք. Աստված, դու ավելի խելացի ես, քան ես։ Ես գիտեմ, որ դու ավելի լավ գիտես։ Ես չէի ուզենա դա, բայց միևնույն է գոհանում եմ քեզնից դրա համար։ Չորրորդը հետևյալն է. մշտապես նրանից գոհանալը նշանակում է հիշեցնում է ինձ նրա դիրքը, այն, որ նա իմ Աստվածն է։ Նրանից գոհանալը նշանակում է մշտապես հիշեցում ինձ, որ Աստված իմ կյանքում է։ Եթե օրինակ խոսեք չփրկված մարդկանց հետ, ոչ քրիստոնյաների հետ, ինչի մասին էլ խոսեք, նրանք չեն հիշատակի Աստծուն, մինչև որ չհասկանան, որ դուք եք հիշատակելու նրան։ Եվ նրանք կասեն ձեզ. լսիր, մի պատմիր ինձ Աստծո մասին։ Այնինչ Աստված մի ակնթարթում կարող է վերցնել նրանց կյանքը, ինչպիսի անմտություն է Աստծո մասին այդպես խոսելը։ Եվ իր ողորմությամբ նա պահում է նրանց կյանքը։ Այն հիշեցնում է մեզ մշտապես նրանից կախված լինելու մասին։ Ձեր կյանքում կա ինչ-որ բան, ինչի համար դուք չունեք կախվածություն Աստծուց։ Լիովին կախվածություն ունեցեք նրանից ամեն ինչի համար։ Այն օգնում է մեզ վստահել նրան։ Նրանից գոհանալը օգնում է մեզ վստահել նրան, երբ մենք ինչ-որ բան չենք հասկանում։ Այն օգնում է մեզ վստահել նրան, երբ ինչ-որ բան մեր կյանքում պարզ չէ։ Աստված, ես չեմ հասկանում սա, բայց ես գոհանում եմ քեզնից սրա համար, քանի որ դու ավելի լավ գիտես, քան ես։ Եվ ինչ որ մեկը կասի, դա անտրամաբանական է։ Ձեզ համար այո, բայց ոչ Աստծո համար։ Նա պատվում է գոհությունն այն ժամանակ, երբ ինձ թվում է, թե ամեն ինչ քիչ պատճառներ ունեմ գոհանալու համար, բայց միևնույն է գոհանում եմ նրանից։ Եվ ինչ է նա անում, նա պատասխանում է այդ գոհությանը։ Կարծում եմ, որ գոհությունը անփոխարինելի է տառապանքի մեջ ցնծալու համար, այսինքն ուրախանալու համար։ Հայր, շնորհակալություն, որ ես կարող եմ երգել նույնիսկ երբ չեմ ուզում։ Ես չեմ տեսնում պայծառ ապագա, բայց ես երգելու եմ։ Կիրակի առավոտյան, երբ դուք եկեղեցի եք գալիս, միգուցե դուք չեք զգում գետինը ձեր ոտքերի տակ եւ թվում է, թե ամեն ինչ հակառակ է։ Բայց ինչ է կատարվում, երբ մենք սկսում ենք երգել։ Դուք պետք է խոստովանեք, որ ծանրությունը հեռանում է մառախուղի պես։ Պատճառն այն է, որ դուք երգում եք եւ երգելիս դուք դավանություններ եք անում։ Ես գոհանում եմ քեզնից, Տեր։ Ես փառք եմ տալիս քո սուրբ անվանը։ Ես օրհնում եմ քեզ։ Միգուցե դուք այդպես չեք զգում, շարունակեք երգել եւ կզգաք, ինչպես Աստծո հոգին սկսում է վկայել ձեր սրտին, որ ինչ որ լավ բան է տեղի ունենում եւ որ Աստված դեռ վերահսկում է ամեն ինչ։ Բոլորն էլ ունեցել են կամ կունենան դժվարություններ կյանքում եւ կասեք. Աստված, ամեն ինչ այնքան խավար է։ Ուշադիր լսեք։ Երբ դուք խավարում եք, հիշեք, որ աշխարհի լույսը ձեզանում է։ Եվ քայլ առ քայլ նա դուռ կբացի։ Նա ցույց կտա ձեզ ճանապարհը, նա կառաջնորդի ձեզ, կբարձրացնի ձեզ անկախ ամեն ինչից։ Ես գոհանում եմ նրանից։ Նրանից գոհանալը մեծ ազդեցություն ունի մեր կյանքում։ Հետաքրքիր է, երբ է վերջին անգամ եղել, որ ինչ որ ուրախալի իրադարձության ժամանակ դուք ուղղակի ուզեցել եք ասել. «Ալելույա Հիսուս, փառք Աստծուն»։ Երբ եք վերջին անգամ նման զգացում ունեցել։
Կարող եմ ասել, որ ոմանք երկար ժամանակ է ինչ նման զգացում չեն ունեցել։ Եթե դուք ուրախ եք այն ժամանակ, ինչ Աստված անում է ձեր կյանքում, դուք պետք է ասեք դա նրան։ Քայլեք ձեր տանը եւ փառք տվեք Աստծուն ամեն մի սենյակում։ Մենք պետք է գոհություն եւ փառք տանք Աստծուն մեր կյանքում գործելու համար։ Եվ իհարկե, եւս մեկ բան, Աստծուց գոհանալը հեռացնում է անհանգստությունը։ Դուք կարող եք անհանգստանալ ամեն ինչի համար։ Սկսեք գոհանալ նրանից, փառաբանել նրան, կենտրոնացեք նրա վրա եւ զարմանալի է, թե ինչպես է անհանգստությունը հեռանում եւ հանկարծ դուք սկսում եք մտածել. ինչու եմ այդքան անհանգստանում։ Ամենակարող Աստված իմ կողմից է եւ հոգում է իմ մասին։ Ինչու եմ մոլորված զգում ինձ, լսեք, մոլորված ապրելը Աստծո ծրագիրը չէ։ Նա կարող է շատ արագ ոտքի հանել ձեզ։ Սկսեք գոհանալ եւ փառաբանել նրան։ Սատանան կփախչի, իսկ Աստված դուրս կհանի ձեզ ցնծությամբ եւ փառաբանությամբ, մինչեւ որ հասկանաք, թե ինչ կատարվեց։ Եվ իհարկե, այն պահում է իմ ուշադրությունը նրա վրա, ոչ թե իմ հանգամանքների։ Միգուցե դուք ասեք, դուք չգիտեք, թե ինչով եմ ես անցել։ Միգուցե դուք էլ չգիտեք, թե ինչով եմ ես անցել։ Կարող եմ ասել հետևյալը. ես բավականին խոր եւ ցավոտ խնդիրներ եմ ունեցել, եւ ես գիտեմ, որ երբ մտածում եք, որ այլևս չեք դիմանա, պետք է սկսեք գոհություն եւ փառք տալ Աստծուն։ Աստված, ես ուզում եմ գոհանալ քեզնից։ Շնորհակալ եմ։ Իմ դուրս հա չի գալիս, ես չեմ ուզում սա, ես չեմ ծրագրել սա, բայց ես ուզում եմ գոհանալ քեզնից։ Դու պատվիրել ես գոհանալ քեզնից եւ ես գոհանում եմ քեզնից։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Միգուցե կասեք. ոչ, դա կփոխի ձեր վերաբերմունքը ձեր հանգամանքների եւ Աստծո հանդեպ։ Իսկ դա փոխում է ամեն ինչ։ Ես կասեմ եւս մեկ բան, վերջին բանը։ Վաղը առավոտյան դուք կարթնանաք եւ կմտածեք. դրսում ցուրտ է եւ այլն։ Ես կասեմ ձեզ. հենց հիմա, թե ինչպես հաղթահարել դա։ Ուզում եք իմանալ։ Ասացեք ամեն։ Երբ պառկած եք եւ տրտնջում եք ձեր աշխատանքի, եղանակի եւ խցանումների պատճառով, սկսեք ասել. շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ, շնորհակալ, շնորհակալ եմ։ Ես երաշխավորում եմ, որ դուք կլցվեք ուժով եւ դուրս կցատկեք ձեր անկողնուց եւ կանեք այնպես, կարծես երբեք։ Քանի որ փառաբանությունը եւ գոհությունը իրենց իսկ էության մեջ ուժ են հաղորդում։ Դուք դադարեցիք մտածել խցանումների մասին եւ սկսեցիք մտածել Աստծո մասին եւ այն օրհնությունների, որոնք նա պատրաստել է ձեզ համար, որ ամբողջ օրվա ընթացքում գոհությունը ուժ է հաղորդում մեր մարմնին, մտքին եւ զգացմունքներին։ Մտածելով գոհության օրվա մասին, ես չեմ հիշում հնդկահավը, ես մտածում եմ ամենակարող Աստծո մասին եւ այն ամենի մեր կյանքում, ինչի համար մենք պետք է շնորհակալ լինենք։ Ուզում եմ ասել. ով էլ լինեք եւ որտեղ էլ լինեք, եթե դուք մերժում եք Հիսուս Քրիստոսին, Աստծո որդուն, ով ուղարկվեց այս աշխարհ, ծնվեց կույսից, որպեսզի հայտներ Աստծուն եւ խաչվեր մեր փոխարեն, ով թափեց իր արյունը, լիովին վճարելով մեր մեղքի պարտքը, նա անցյալի բոլոր զոհերի լրումն է։ Աստված ուղղորդեց ժամանակը, հավիտենությունը եւ իրավիճակները, որպեսզի Հիսուսը հայտնվեր հռոմեական խաչի վրա եւ մահանար մեր փոխարեն, որ մենք չմահանայինք մեր մեղքերի եւ հավիտյան չկորչեինք։ Եթե դուք մերժում եք Հիսուս Քրիստոսին, ով եկավ այս աշխարհ, որ ազատի ձեզ մեղքից եւ փրկի մեղքի իշխանությունից, լցնի ձեզ Սուրբ Հոգով, ծառայի մարդկանց ձեր միջոցով եւ երկինք տանի ձեզ։ Եթե այդպես է, դա մեծագույն անշնորհակալությունն է, որը դուք կարող եք ցուցաբերել։ Այդ պատճառով ուզում եմ խրախուսել ձեզ, որ խոստովանեք դա. Աստված, ես տարիներ շարունակ անշնորհակալ եմ եղել։ Խնդրում եմ, որ ներես իմ մեղքը։ Ես իսկապես աղաչում եմ Աստված, որ այսքան երկար ապրել եմ առանց վստահելու քեզ որպես իմ փրկչի։ Բայց այսօր ես վստահում եմ քեզ որպես իմ փրկչի եւ գոհանում եմ քո ներման համար։ Եվ այս պահից ի վեր, Տեր, ես քոնն եմ եւ ես ուզում եմ ապրել քեզ համար։ Եթե աղոթեք այս պարզ աղոթքը եւ խնդրեք նրան ներել ձեր մեղքերը, հիշեք, որ կարիք չկա, որ աղաչեք նրան, նա սպասում է, որ փրկի ձեզ։ Մենք մի երգ ենք երգում, Փրկիչը սպասում է։ Նա սպասում է, որ դուք ուշքի գաք եւ բացեք ձեր աչքերը, լսեք ճշմարտությունը, հավատաք ճշմարտությունը եւ թույլ տաք Աստծուն փոխել ձեր կյանքը, այժմ եւ հավիտյան, եւ նա կանի դա, եթե թույլ տաք նրան։
Հայր, որքան շնորհակալ ենք, որ դու համբերատար ես մեզ հետ։ Դու հանդուրժում ես մեզ եւ ներում ես կրկին ու կրկին։ Եվ Տեր, այսօր մենք խոնարհվում ենք քո առաջ եւ աղոթում ենք, որ ամեն մարդ, ով լսում է այս ուղերձը, ոչ միայն լսի, այլև կատարի այն եւ վստահի քեզ, որպես իր կյանքի փրկիչ եւ Տիրոջ։ Աղոթում եմ ամեն քրիստոնյայի համար, որ այսօր լսում է, Տեր, որ նրանք խոստովանեն իրենց անշնորհակալությունը, անհնազանդությունը, անօրինությունը եւ խնդրեն, որ ներես իրենց եւ նորովի նվիրվեն քեզ, որպես իրենց փրկչի։ Մենք սիրում ենք քեզ, թանկագին Տեր, եւ փառք ենք տալիս քեզ ճանաչելու, քեզնով կիսվելու եւ ամեն օր քեզ հնազանդվելու հրաշալի արտոնության համար։ Հայր, ես հռչակում եմ քո լավագույն օրհնությունները մեզ լսողների եւ դիտողների կյանքում, ովքեր ճանաչում են քեզ որպես իրենց փրկչի եւ Տիրոջ։ Եվ խնդրում եմ նրանց համար, ովքեր չեն ճանաչում քեզ, որ այսօր հենց հիմա, որտեղ էլ նրանք լինեն, կանգ առնեն եւ որոշում կայացնեն, որը ինչպես մենք գիտենք կփոխի իրենց հավիտենական ճակատագիրը։ Հիսուսի անունով։ Ամեն։ Եթե դուք օրհնված եք այսօրվա հաղորդմամբ, այցելեք մեր intouch.org կայքը։ InTouch ծառայությունն աշխարհով մեկ մարդկանց առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոսի հետ փոխհարաբերություններում աճելը, ինչպես նաև զորացնում է տեղային եկեղեցին։ Այս ծրագրի հովանավորն է InTouch Ministries ծառայությունը։ Այն հնարավոր է դարձել իրականացնել Աստծո շնորհքի, ձեր հավատարիմ աղոթքների եւ ընծաների շնորհիվ։